Նարեկ Սամսոնյանը արդեն 8-րդ օրն է գտնվում է հացադուլի մեջ։ Այսօր ինքնազգացողությունը վատացել է եւ բուժման կարիք ունի։ Նարեկ Սամսոնյանը պայքարում է արդարադատության համար։ Նարեկ Սամսոնյանը պայքարում է արդարության համար։ Եվ այն արդարադատությունը, որը ծառայում է միայն իշխանություններին, Նարեկ Սամսոնյանին հասցրել է հացադուլի եւ վերջի վերջո առողջական խնդիրների պատճառով կհայտնվի նաեւ հիվանդանոցում։ Վերջի վերջո, երբ է այս իշխանությունները կատարելու իրենց կարևոր առաքելությունը ոչ թե արդարադատությունը ծառայի իշխանություններին, այլ իշխանությունները ծառայեն հայ ժողովրդին։ Եվ վերջի վերջո այս քաղբանտարկյալների մեծ առկայությունը, այս բռնապետությունը երբ է ավարտվելու, քանի մարդկային կյանքեր դեռ պետք է ավարտվեն, որպեսզի այս իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի։ Քանի դուք ծառայում եք հարգելի դատավորներ, դատախազներ եւ մյուսներ, քանի դուք ծառայում եք ներկա իշխանականներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, այս մարդիկ ձեր խղճին են լինելու, այս մարդկանց առողջությունը, այս մարդկանց կյանքը մնալու է ձեր խղճին եւ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Ուժ Նարեկ Սամսոնյանին եւ վերջի վերջո կոչ եմ անում, որպեսզի արդարադատությունը վերադառնա իրականություն եւ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները։